Չեմ հիշում այդ Իտալիայի փողոցի վրա մի հատ հյուրանոց կա, այդտեղ էր միջոցառումը, որ live stream-ով նայում ենք ռակետայի թռնելը։ Ես իրական շատ մեծ ոնց որ մուրաշկի պակոժ էր, որ տեսա, որ դա թռնում է, ոնց որ մենք գործ ենք կարող, այդ պայմանիկը գնում է տիեզերք, ես ինձ շատ լավ աշենիա ենք տալի։ Ես Միքայելյան Վրեժն եմ, վեբ ծրագրավորող եմ, աշխատում եմ Թումոյի հաղորդակցման բաժնում։ Ես փոքրուց շատ եմ սիրել Star Wars-ը, շատ սիրում եմ այդ գիտաֆանտաստիկան։ Այդ մտքերով պատկերացրա, չգիտեմ, մարդը շատ սիրում է ջեդայները, ինքը տեսնում է մի հատ սարք, որը տիեզերքում է հայտնվելու, ու ես այն թեորիայի կողմնակիցն եմ, որ կան այլ կենդանիներ տիեզերքում, ինչ-որ մի պահի կարող իրանք տեսնեն այն, ինչ որ ես եմ իրանց ուղարկել։ Երեք հատ կամպանիա կարամ ասեմ, որ ինձ բերել է այս level-ին։ Դա Թումոն է, որտեղ ինքը 12 տարեկան ինձ ցույց տվեց, որ դու կարաս Apple-ի կոմպյուտերից, որ այդ ժամանակ անհասկանալի բաներ իմ համար, կարաս օգտվես ու ոչ միայն օգտվես, նաև ծրագրավորում սովորես, որ ես չգիտեի դաժե այդ ինչ է։ Flex-ն է, որը ինձ հնարավորություն տվեց 16 տարեկան ինձ արդեն մենակով գնալ Ամերիկա ու պատասխանատվություն կրել իմ մենակով ապրելու ինչ-որ բաներ, հա, ու հայ կրթականն է, որ արդեն 20 տարեկան բանակից նոր վերադարձած ինձ հնարավորություն տվեց կրթության։ Այն մարդիկ, ովքեր ինձ ժամանակին դասավանդել են, հիմա դարձել իմ գոլեգաները, ու եթե 12 տարեկան է իրանք համարվում էին ոլորտի լավագույն ներկայացուցիչները, ես ստացվում է իրանց մոտ սովորել եմ, ու հիմա արդեն կարողանում եմ իրանց հետ աշխատել։ Թվում եմ 3 տեսակի դասընթաց եմ տվել. ծրագրավորում, կայքեր, մեկ էլ ռոբոտաշինություն։ Ես ընկալում եմ ինժեներինգը, ծրագրավորումը որպես արվեստ, որովհետև պա ֆակտու դու ուտեղ աստված ես, ու դու ինչ ուզես կարաս սարքես, ինչ մտքով տանցնի ու ոնց պատկերացնում ես կարաս դա անես։ Իմ պրոյեկտները այդ այնպես գժական բաներ կան, օրինակ լիմոնի միջոցով տան լույսը անջատես միացնես։ Ես կպել եմ այդ արբանյակին դու չէ։ Բազումքի իմ աշխատանքը շատ նման է ռոբոտաշինության դասընթացին, բայց բնականաբար ավելի բարդացրած տարբերակով։ Սաղ պաֆոսը դնենք մի կողմ, պաֆակտը դու անում ես մի հատ աշխատանք, որ սաղ Հայաստանը գիտի, որ դու այդ անում ես, ու դու երկրորդ շանս չունես, եթե դու ինչ-որ բան սխալ արեցիր ու ինքը թռավ տիեզերք, որովհետև շատ հանգիստ դա կարա ինչ-որ մի հատ բան բաց թողես, եթե ինչ-որ մի հատ խնդիր եղավ, ու ինքը գնաց տիեզերք ու ոչ իման չաշխատեց, դա շատ մեծ բան է, ասենց ադրենալինը մեջ առաջացնում։ Զուտ է իր հետաքրությունը էլի մեր համար ու առաջի անգամ էր դա մենք Հայաստանում առաջի մարդիկ ով դա արել ենք ու մենք ունենք ինչ որ փորձ հետագա զարգացումների համար տիեզերաշինական տարբեր տեխնիկաների տարբեր իդեաների համար